Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, CVK-ի տաղավարում քաղաքագետ Բարդուղ Գալստյանն է, բարև ձեզ, շնորհակալություններ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես նույնպես շնորհակալ եմ։ Պարոն Գալստյան, օրերս քաղաքացիական պայմանագրի կուսակցության 7-րդ համագումարի ընթացքում վարչապետը հայտարարեց 4-րդ հանրապետությունը որպես առաջիկա ռազմավարական անելիք։ Այնտեղ դրույթներ էին նշվում եւ դրանցից մեկը Հայաստանի անդամակցումն էր Եվրամիությանը։ Կուզեի ձեր դիտարկումները լսել։ Մենք արդեն ունենք ընդունված օրենքի նախագիծ քաղաքապայմանագրի կողմից խորհրդարանում եւ այս ամրագրումը ինչպես եք դուք գնահատում ու ինչ հնարավորություններ եք տեսնում։ Նախ այս գործընթացը սկսվեց դեռ 1 տարի առաջ 3 կուսակցությունների նախաձեռնությամբ ստորագրահավաք 50,000 եւ ավել ստորագրությամբ մտավ խորհրդարան, որը ի բարեբախտություն մեզ ընդունվեց խորհրդարանի կողմից, որի համար շնորհակալ ենք խորհրդարանական եւ լսումներին եւ խորհրդարանին ընդհանրապես ընդունելու այդ նախագիծը, որը դռներ է բացում կարծես թե եւ հեռանկարներ է ստեղծում եվրոպական ընտանիքի անդամ դառնալու եւ շատ ընդունելի է եւ ոգեվորիչ քաղաքացիական պայմանագիր կուսակցության համաժողովին, համագումարին ընդունված այն տեսլականը, որը վերաբերում էր հիմնականում Եվրոպական միության հետ հարաբերությունների խորացմանը եւ հետագայում Եվրոմիության անդամ դառնալու հայտ ներկայացնելուն։ Ինչ վերաբերում է 4-րդ իշխանությանը, փոքր-ինչ թույլ տվեք հանրապետությանը թույլ տվեք չկիսել գործող իշխանությունների կարծիքը, որովհետև իմ կարծիքով ամեն մի նոր իշխանություն Հայաստանում գալով չի կարող ստեղծել նոր հանրապետություն, այսինքն եթե այս տենդենսը դառնա հիմք, կարող է հաջորդ իշխանությունը 5-րդ, 6-րդ, 7-րդ հանրապետության հիմքը դնել, որը իմ կարծիքով այնքան էլ ճիշտ չի։ Ես կարծում եմ, որ հանրապետությունների հաշվարկը, այսպես ասած, համակարգային փոփոխությունների գլոբալ համակարգային աշխարհաքաղաքական երևույթների եւ համակարգերի ներդրման արդյունքի առաջին հանրապետություն ունեցանք դարեր շարունակ պետություն չունենալուց հետո երկրորդը խորհրդայնացումից հետո երկրորդ հանրապետություններ հասկանալի է եւ երրորդը 91 թվականի անկախացումը, որը հիմք դրեց երրորդ հանրապետությանը։ Եվ ես չեմ կարծում, որ 4-րդ հանրապետության գաղափարը այնքան էլ կարող է ընդունելի լինել հասարակության հանրության կողմից։ Դե օրինակ նշում է նրանով, որ մենք սիրում ենք մեր երրորդ հանրապետությունը իր բոլոր թերություններով, առավելություններով, բայց ներկայիս իրողություններից ելնելով է, որ գնում ենք այս քայլին, նաև սահմանադրական փոփոխություններ ենք առաջիկայում նախատեսում իրականացնել, այս մեկնաբանությունը ընդունելի չէ։ Ոչ այնքան, որովհետև կան հանրապետություններ, որոնք սահմանադրական կետերի փոփոխություններ են ունեցել, սահմանադրությունների փոփոխություններ են ունեցել, բայց հաշվարկներ որպես այդպիսին հանրապետության նոր հանրապետության այսպես հիմնադրում կամ ձևավորում տեսլականը առաջ չեն քաշել եւ նորից եմ կրկնում, սա կարող է դառնալ վարակիչ եւ հաջորդ իշխանությունները երկու փոխարինեն գործող իշխանություններին, միգուցե եւ ստեղծեն 5-րդ հանրապետություն եւ չեմ կարծում, որ սրա մասին խոսելը այնքան էլ այս պահին կարևոր է։ Սակայն դա իշխանության դիրքորոշումն է, իշխանության որոշելիքն է եւ ես ընդհանրապես հայտնում եմ կարծիք, որը նաեւ հասարակության լայն զանգվածների կարծիք է։ Պարոն Գալստյան, դառնալով նորից Եվրամիությանը, դուք ռեալ ինչ հնարավորություններ եք տեսնում անդամակցության իմաստով։ Մի ֆորումի ժամանակ օրերս վարչապետը նաև խոսեց այդ մասին, նշելով, որ եթե օրինակ մենք չկարողանանք հասնել նույնիսկ նրան, որ դառնանք Եվրամիության անդամ, պետք է ձգտենք մեր ստանդարտները եւ ընդհանրապես մեր քաղաքականությունը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին։ Սա ինչքանով օրինակ ընդունելի լինի, որ մենք կարողանանք օրինակ բոլոր կետերը անել, համապատասխանել եւ ցույցանդեղ ինչ որ պատճառներով հնարավոր չլինի դառնալ անդամ։ Տեսեք, մենք տարիներ շարունակ 91 թվականից հետո փորձել ենք գործել միայն ԱՊՀ շրջանակում եւ Ռուսաստանի, այսպես ասած, հովանու ներքո, որը մեր այսօրվա ունեցած դժբախտությունների հիմնական պատճառն է, եւ տնտեսական, եւ ռազմական, եւ ռազմաքաղաքական տեսանկյունից, հետեւաբար այս վեկտորի փոփոխությունը կարծում եմ շատ ավելի նոր դռներ բացելու եւ անվտանգային տեսանկյունից, եւ տնտեսության զարգացման տեսանկյունից, եւ նոր տեխնոլոգիաների ներդրման տեսանկյունից լինելու է անհամեմատ ավելի արդյունավետ, ինչ ունեցել ենք մենք վերջին 30 եւ ավել տարիներին։ Ես հասկանում եմ, որ Ռուսաստանի ազդեցությունը շատ արագ թոթափել է, այնքան էլ հեշտ գործընթաց չէ։ Ես
վստահ եմ, որ Ռուսաստանը բոլոր բացասական իր հնարավորություններն օգտագործելու է խոչընդոտելու, խանգարելու այս գործընթացներին, սակայն մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, մեր հայրենիքն ու պետությունը Հայաստանի Հանրապետությունն է, հետևաբար Հայաստանը պետք է առաջնորդվի իր շահերով, այլ ոչ Ռուսաստանի քաղաքականությամբ։ Այո, ցավալի է, որ այսօր մենք դեռ Եվրասիական տնտեսական գոտում ենք եւ գործում ենք նրա ստանդարտների շրջանակում եւ բավականին թույլ է քայլերը դեպի եվրոպական շուկաներ ներգործելու ստանդարտներին համապատասխանեցնելու գործընթացները, որը կարծում եմ եւս իշխանությունների թերացումն է կամ ոչ ռեալ որդեգրած քաղաքականության ազդեցություն է։ Ես եւ հնարավորություն կունենանք մենք ժամանակի ընթացքում փոխել այդ գործընթացը եւ գնալ դեպի եվրոպական շուկաներ, որովհետեւ կենտրոնանալ միայն մեկ շուկայի վրա եւ փորձել դրանով սահմանափակել հանրապետության պետության հնարավորությունները անհեռատես քաղաքականություն էր, որը մենք տեսնում ենք վերջին շրջանում։ Ռուսաստանի արձագանքներից լարսը փակելու հետ կապված որոշ ապրանքների նկատմամբ էմբարգոներ ունենալով եւ այլն, դա խոսում է այն մասին, որ մենք պետք է ունենենք բաց շուկայավարման համակարգ, որը չենք ունեցել այսքան տարիների ընթացքում։ Մեր ունեցած շուկան եղել է Ռուսաստանը եւ լավագույն դեպքում ԱՊՀ մի քանի պետություններ, որովհետեւ մեծ թվով մեծ տնտեսական եւ առևտրային հարաբերություններ որպես այդպեսին զարգացած չեն եղել։ Հետևաբար Եվրոպա գնալու ճանապարհը դժվարին է, բավականին խնդիրներով եւ բարդություններով, սակայն դա այն ճանապարհն է, որը հնարավորություն կտա ունենալու իսկապես անկախ կայուն պետություն եւ պետականություն։ Դուք տեսնում եք ամեն դեպքում այդ ցանկությունն է իշխանությունների կողմից, օրենքի նախագիծն ընդունված է եւ օրինակ մենք հիմա ՀԱՊԿ անդամ ենք շարունակում մնալ, բայց առացված են օրինակ անդամավճար չենք տալիս, ոչ մի հանդիպումների չենք մասնակցում, ԵՏՄ անդամ իհարկե շարունակում ենք մնալ, բայց նկատել են ինչ որ քայլեր այս իշխանությունների կողմից, որոնք տանում են ձեր նշած քաղաքականության ուղղությամբ։ Այսինքն, եթե նույնիսկ ցանկություններն էլ գործող իշխանությունների շատ մեծ չլինեն, այլ տարբերակ էլ չունեն, որովհետև հասկանում են, թե Ռուսաստանն ինչպիսի դաշնակից է եւ ինչ արդյունքներ ունեցանք մենք Ռուսաստանի հետ խորացված դաշնակցային հարաբերությունների շրջանակում։ Հետևաբար իշխանությունները ուզեն թե չուզեն գնալու են այդ ճանապարհով, ես կարծում եմ, որ այդ գործընթացները այնքան էլ խիստ արդյունավետ չեն, սակայն այո, տրամադրվածություն կա դեպի արևմուտք, սակայն Ռուսաստանի այդ ազդեցությունից ձերբազատվելն այնքան էլ բոլորիս համար հասկանալի է, որ հեշտ չէ եւ իշխանությունները փորձում են այլընտրանքային ճանապարհներով ուղիներ փնտրել դեպի արևմուտք։ Ենթադրաբար իշխանությունների դիրքորոշումը դեպի արևմուտք նույնպես դրական է, սակայն գործիքակազմը իմ պատկերացմամբ այնքան էլ արդյունավետ չէ, ինչը կիրառվում է այսօր իշխանությունների կողմից։ Ինչ վերաբերվում է Եվրոպա գնալու եւ եվրոպական ընտանիքի անդամ դառնալու գործընթացին, կարծում եմ առաջի քայլ անողը մենք պետք է լինենք, մենք պետք է կարողանանք համապատասխանեցնել մեր եւ տնտեսությունը եւ ընդհանրապես ժողովրդավարության նորմատիվները, որպեսզի հստակ հայտ կարողանանք ներկայացնել Եվրոպայի անդամ դառնալու, Եվրոպական միության անդամ դառնալուն։ Այլապես այն թեզը, որ ինչքան գնում ենք այնտեղ, ինչքանով մեզ ընդունում են, այնքան էլ չեմ ճիշտ համարում, որովհետև մենք նախ պետք է պատրաստվենք, մենք ունենք շատ մեծ տնային աշխատանք անելու, որպեսզի հստակ հայտ ներկայացնենք դեպի Եվրոպա։ Վարչապետը խոսում էր նաև արցախցիների մասին, Լեռնային Ղարաբաղից այստեղ տեղափոխված մեր հայրենակիցների, դուք էլ եք երկար տարիներ ապրել Լեռնային Ղարաբաղում, ինձ հետաքրքիր է ձեր դիրքորոշումը, երբ օրինակ վարչապետը նշում է, որ նրանք այլևս պետք է դառնան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, մենք տեսնում ենք, թե ինչ դժգոհություններ նրանք ունեն այստեղ եւ հաճախ այդ սոցիալական խնդիրները վերածվում են նաև որոշակիորեն քաղաքական պահանջների, այդ թվում նախկին ղեկավարության մարդկանց, ովքեր որոշակի պաշտոններ են զբաղեցրել Ղարաբաղում եւ հասարակությանը փորձում են նաև օգտագործել այս հարցում, որոնք են ձեր դիտարկումները։ Դա այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ ցավոք մեծ հարգանք ու սեր ունենալով Արցախի եւ արցախահայերի նկատմամբ տարիներ շարունակ եւ Արցախը եւ արցախահայությունը նախկին իշխանությունների ժամանակաշրջանում միշտ օգտագործվել է իրենց մութ կեղտոտ քաղաքական խաղերի համար,
փողերի լվացման համար եւ այսօր էլ Արցախի 23 թվականի տեղահանման գործընթացը նաեւ կապված է այդ process-ների հետ, այսինքն իրենց պատկերացմամբ 100-120 հազար մարդ պետք է լրացնեն իրենց շարքերը եւ նրանք պետք է իրենց դժգոհությունների եւ ցավի եւ կորստի հոգեվիճակի վրա պետք է Հայաստանում իշխանափոխության տանեին, ցավոք իրենց բարեբախտություն մեզ իրենց պատկերացումներն այդքան էլ իրատեսական չէին եւ արցախահայերից շատերը բավականին սթափ գիտակցություն ունենալով այո այսօր ունեն բավականին մեծ խնդիրներ, ունեն սոցիալական ծանր վիճակ զգալի մասը ունեն չլուծված շատ խնդիրներ, որոնց տեսլականը դեռ կարծես թե այնքան էլ հայտնի չէ, սակայն նրանք չհարեցին նախկին իշխանությունների, այսպես ասած, քաղաքական բրիգադներին եւ չդարձան խաղալիք նրանց ձեռքին։ Շնորհակալություն արցախցիներին իրենց սթափ մտածելակերպի համար, այո, ես կարծում եմ, որ արցախահայերը պետք է դառնան Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացի, ինտեգրվեն բացարձակ եւ որևէ տարբերություն չպետք է լինի Հայաստանում ապրող հայ եւ Արցախից տեղահանված հայի միջև եւ տնտեսական եւ քաղաքական եւ ցանկացած սոցիալական իրավիճակներում եւ կոչ կանեմ եւ կխնդրեմ արցախահայերին չլքել Հայաստանի Հանրապետությունը, առավել եւս չտեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն կենցաղային խնդիրներ լուծելու համար, որովհետեւ եթե մի օր ունենալու ենք պատկերացում Արցախը հետ բերելու կամ Արցախ գնալու մասին, դա պետք է լինի Հայաստանում ապրող արցախցին։ Իրավիճակը եւ պատմությունը ցույց է տվել, որ Արցախից տարիներ շարունակ հեռացած արցախցիներից որևէ մեկը 94 թվականի հաղթանակից հետո գրեթե Արցախ չի վերադարձել, Արցախում չի բնակվել, Արցախի համար սիրտը չի ցավացել, Արցախում դրումներ չի արել։ Հետևաբար հայրենիքում ապրելն է պահելու Արցախն ու արցախյան հոգեվիճակը եւ մի օր տեսլական դեպի հետ, դեպի պատմական Արցախ հետ վերադառնալու իրենց պատկերացումները։ Դրա առաջին եւ ամենակարևոր քայլը Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալն է, ինտեգրվելը հայ իրականությանը եւ դառնալ լիիրավ քաղաքացի Հայաստանի Հանրապետության։ Ձեր կարծիքով ազնիվ են այն ընդդիմադիրները, ովքեր խոստանում են այսօր Ղարաբաղ վերադարձ իրենց ընտրվելու դեպքում։ Այդ ազնիվ քաղաքական գործիչները ճակերտավոր եւ նախկին իշխանությունները տարիներ շարունակ ամեն ինչ արել են, որ մենք ունենանք այս արդյունքը։ Այսինքն Արցախի կորստի, Արցախի հայաթափման եւ Հայաստանի Հանրապետության այս վիճակի հիմնական մեղավորը նրանք են եւ նրանց համար բացարձակ որևէ կապ չունի Արցախցին այստեղ է, այնտեղ է, կա կամ չկա։ Արցախն ու արցախայությունը, ինչպես նախկինում, հիմի այս շրջանում առավել եւս նրանց համար քաղաքական դիվիդենդներ շահելու, իշխանության գալու, իշխանափոխություն անելու գործընթացի մեխանիզմ է եւ գործիքակազմ, ոչ ավելին, որովհետեւ նրանց որևէ մեկի համար Արցախը ոչինչ չի ներկայացնում։ Ես շատ լավ ճանաչում եմ բարձր պաշտոնյաների Արցախից, որոնք Հայաստանում են եւ Հայաստանի Հանրապետությունում բարձր պաշտոն են զբաղեցնում եւ նույնիսկ նախագահի մակարդակով, որոնք 20 եւ ավել տարիներ ունենալով հսկայական հնարավորություններ Արցախի համար ոչինչ չեն արել։ Այսօր Արցախը կորցնելուց հետո մեխանիզմներ առաջարկել այն էլ ռուսական մեխանիզմներ Արցախը հետ բերելու եւ արցախահայերին տեղափոխելու, դա սին խոսքեր են, նորից եմ կրկնում, դրանք հիմնականում արցախահայերին եւս մեկ անգամ օգտագործելու իրենց կեղտոտ քաղաքական նպատակներին հասնելու համար։ Այդ օգտագործելը 2026 թվականի ընտրություններն են լինելու, կարծես, որ ոչ մեկ չի խնայվում այդ օգտագործման ճանապարհին, այդ թվում նաեւ Ղարաբաղից այստեղ տեղափոխված մեր հայրենակիցները ու ձեր կարծիքով ուժգին կլինի այդ պայքարը ամեն ինչ, ամեն ռեսուրս բոլորին օգտագործելու Հայաստանում իշխանություն փոխելու համար։ Կարծում եմ արցախահայերի զգալի մասը ինչքան էլ չընդունեն գործող իշխանություններին եւ իշխանությունների քաղաքականությունը, մեծ մասը ես վստահ եմ, որ չի էլ գնալու նախկին իշխանությունների թիմերի հետևից, չի գնալու նրանց քաղաքականության, այսպես ասած, ջուր լցնելու։ Հետևաբար պայքար լինելու է, այո, Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որպեսզի Հայաստանում իշխանության գան իր ղեկավարման, իր տնօրինման տակ գտնվող քաղաքական ուժերն ու ֆիգուրները, սակայն ես լիահույս եմ, որ հայ ժողովուրդը նորից կրկնեմ այս թեզը, ինչքան էլ դժգոհ լինի գործող իշխանություններից, չի գնալու նախկին իշխանությունների եւ նրանց արբանյակ կուսակցություններին սատարելու եւ նորից իշխանություն բերելու ճանապարհով։ Նախկին նախագահները վարչապետին մեղադրում են պատերազմ սկսելու մեջ, ես ուղիղ եմ դա ասում, որովհետեւ ուրիշ կերպ քան օրինակ ասել, որ
վարչապետը հայտարարեց Արցախը Հայաստան է եւ վերջ ու պատերազմ սկսեց այդպես, այս հայտարարությունները միայն այդ մասին են խոսում, հետաքրքիր են ձեր դիտարկումները, մենք շատ ենք լսում քննադատություններ եւ նորմալ է, որ օրինակ իշխանություններին քննադատես, նույնիսկ արտաքին քաղաքական հարցերում, որ գիտեք Եվրամիությունը լավ չէ, եկեք գնանք Ռուսաստան, բայց մեղադրել, որ օրինակ Հայաստանը պատերազմ է սկսել, պատերազմ սկսելու առիթ է տվել Ադրբեջանին կամ գոնե ինչպես է վերաբերում։ Նման լեքսիկոնով եւ նման հռետորաբանությամբ արտահայտվում է նաեւ Ադրբեջանի նախագահը, այսինքն կարծես թե նրանք միասին ձեռք-ձեռքի բռնած փորձում են մեղավորի, մեղադրյալի կարգավիճակ տալ Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե իշխանություններին, այլ Հայաստանի Հանրապետությանը, որովհետև այս իշխանությունը այսօր կա, վաղը կարող է չլինել։ Իսկ այդ մեղավորի, մեղադրյալի կարգավիճակը մնալու է շարունակ։ Հետևաբար նրանց հայտարարությունները առնվազն դավաճանություն են, եթե չասենք ավելի խոր բացական իր հետևանքներով։ Կարծում եմ, որ գործող 3 նախագահներն էլ միշտ ուղղորդվել են մի կետից, 3 նախագահներն էլ ներդրվել են Հայաստանի Հանրապետություն եւ իշխանություն են ստանձնել եւ շարունակել բռնի պահել այդ իշխանությունները մեկ կետից, բոլորիս համար պարզ է, հետեւաբար նրանց առաքելությունը, նրանց միսիան պետք է լինի ամեն գնով փորձել այս տարածաշրջանում պահել ռուսական ազդեցությունը։ Կստացվի ձեր կարծիքով հաշվի առնելով թե Ռուսաստանի թուլացած դիրքերը, թե Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները, որով այլևս այստեղ Ռուսաստանը օրինակ ներկայություն կարծես չի ունենալու։ Ես Ռուսաստանի դերի եւ ազդեցության բացարձակ բացառումը չեմ ընդունում, որովհետև հնարավոր չէ շատ կարճ ժամանակում պատկերացնել, որ այս տարածաշրջանից Ռուսաստանը շատ արագ դուրս է գալու, սակայն ակնհայտ է, որ Ռուսաստանի դերը թուլացել է, ազդեցությունը թուլացել է ոչ միայն մեր երկրում, այլ մեր տարածաշրջանում, հետևաբար ռուսական ազդեցության այն գործիքներն ու գործիքակազմը, որը տարիներ շարունակ օգտագործվել են, կիրառվել են մեր հանրապետությունում, այսօր այնքան էլ արդյունավետ չեն լինելու։ Եվ կարծում եմ մեր ժողովուրդը ինչքան էլ չգնա իշխանություններին ձայն տալու ճանապարհով, ենթադրում եմ, որ կլինեն նաև այլ քաղաքական ուժեր կամ ուժերի միավորումներ, որոնց ժողովուրդը քվե կտա եւ իշխանությունները ռուսական ազդեցության դաշտ չի տեղափոխվի։ Այսինքն ձեր կարծիքով այս ընտրությունները կլինեն ընտրություններ խաղաղության եւ ոչ խաղաղության միջև, այդպես է նշում վարչապետը, թե օրինակ թեզերը ուրիշ կլինեն, ավելի արտաքին քաղաքական կողմնորոշման հետ կապված։ Կարծում եմ այդ թեզը այնքան էլ գոնե ինձ համար ընդունելի չի, պատերազմի կամ խաղաղության իշխանություններ, որովհետեւ չի կարելի ուղղակի խաղաղությանը միայն հակադրել պատերազմով կամ անընդհատ փորձել ուղղակի խաղաղություն ունենալու թեզը առաջ տանելով փորձել երկիր չղեկավարել կամ երկիրը տանել ավելի վատ վիճակի։ Ես կարծում եմ, որ ժողովուրդն ավելի այսօր ցանկություն ունի եւ նպատակ ունի լսելու քաղաքական ծրագրեր, նպատակներ, որոնք պետք է առաջադրեն քաղաքական ուժերը։ Իսկ այդ քաղաքական ուժերի ինչ վերադասավորումներ կունենանք, դա արդեն կարծում եմ գարնանը պարզ կլինի։ Իսկ հիմա ինչ որ պատկեր երևում է ձեզ համար, օրինակ մի խորհրդանական խմբակցություն վաղվանից իմպիչմենթի գործընթացի հետ կապված խորհրդանական լսումներ է սկսում, կարծես նորից տեխնացուն Դավիթ Համբարձումյանն է, ասում են չենք նստելու, սպասենք մինչև 2026 թվականի ընտրությունները, հիմա է պետք է։ Այսինքն ի՞նչն էր խանգարում այս 5 տարիներին կամ 4.5 տարիներին գործելու եւ հասել ընտրություններին ժամանակաշրջանը եւ փորձում են արհեստական ինչ-որ մեխանիզմներ ներդնել, շատ լավ հասկանում եմ, որ այս իմպիչմենտը ոչինչ չի տալու, առավել եւս այն դեպքում եւ ընդամենը ամիսներ է մնացել 26 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Իրենք շատ լավ հասկանում են, որ այդ ընտրություններում տեղ չունեն, իրենք շատ լավ գիտակցում են, որ 21 թվականի նման ժողովուրդը ինչ որ հիասթափություն ունենալով իշխանությունների չի գնալու նրանց քվետալու, հետեւաբար փորձում են այլ ճանապարհներով քաղաքական դաշտում ջուր պղտորելու գործընթաց սկսել։ Իսկ քվե կտա օրինակ այն ուժերին, որոնք նոր են ձևավորվում, սոցիալական խնդիրներ են փորձում լուծել, խոստումներ են տալիս, ես մեր ձևովի մասին եմ խոսում, ինչ որ ծրագրեր են առաջարկում։ Հայաստանը այնքան փոքր է եւ այնքան լավ է, ժողովուրդը ճանաչում յուրաքանչյուր անհատի եւ նրա անցած ճանապարհին, որ չեմ կարծում, որ ինչ որ բաներ, նոր բաներ առաջարկելով կարող են բացարձակ կերպափոխվել եւ ներկայանալ որպես նոր քաղաքական ուժեր։ Դրանք նույն ռուսական ազդեցության
ուժերն են, Ռուսաստանի ներդրած քաղաքական ֆիգուրներն են, օլիգարխիայի Ռուսաստանում ձևավորված եւ աճած օլիգարխներն են, որոնք ներդրվելու են Հայաստանում ինչ որ քաղաքական ակնկալիքներ ունենալով։ Դրա վառ օրինակը մենք տեսանք Վրաստանում խորհրդարանական ընտրություններում, որտեղ կարողացան հաջողություն գրանցել, բայց ընդունենք, որ այն ժամանակ Ռուսաստանի ազդեցությունը այս տարածաշրջանում անհամեմատ ավելի շատ էր, որը չի կարելի զուգահեռել այսօրվա Ռուսաստանի վիճակի եւ իրավիճակի հետ այս տարածաշրջանում։ Մենք Հայաստանի երկրորդ քաղաքում ունենք քաղաքապետ, որը ակնհայտ պրոռուսական կողմնորոշում ունի, ոչ մի կերպ չի էլ թաքցնում։ Ինչքան էլ խոսում ենք, որ ռուսական ազդեցությունը նվազել է, անընդհատ այսպիսի հայտարարություններ լսել է, որ Հայաստանը ինչ է ներկայացնում, որ Չինաստանն է նույնիսկ միություն կազմում Ռուսաստանից, որ Հայաստանը չկազմի կամ որ չենք կազմում, այսինքն Ռուսաստանին դեմ ենք, ուրեմն թրքահպատակ ենք, այս թեզերին ոնց եք վերաբերում։ Իհարկե, ոչ նորմալ, ոչ սթափ, որովհետև դա նորմալ երևույթ չէ, ինչքան էլ անհատը կամ քաղաքական գործիչը կարծիք ունենա եւ դիրքորոշում ունենա աշխարհակաղակական որևէ բևեռի նկատմամբ, նման արտահայտություններն անընդունելի են, հակապետական են, ապազգային են, հետեւաբար այստեղ նաեւ անելիք ունի գործող իշխանությունները, որ չգիտես ինչու մինչ օրս ձեռքերը ծալած նստած է եւ անհասկանալին այն էր, որ հենց նման անհատները պետք է կարողանային իշխանության գալ հանրապետության երկրորդ քաղաքում, դե բնական է, նրանց ընտրողները ոչ թե Ռուսաստանի կամ ռուսական ազդեցության համար են տվել ձայն, այլ իր շրջապատն է, իր քրեաօլիգարխիկ ազդեցությունը, խոստումները եւ այլն, նրանց ձայն տվողների կարծում եմ գերակշիռ մեծամասնությունը հաստատ ոչ Ռուսաստանի, ոչ Ռուսաստանի հետ միության համար է ձայն տվել Վարդան Ղուկասյանին, հետեւաբար այս հայտարարությունները ուղղակի Ռուսաստանին հաճոյանալու եւ իր տեղը պահելու գործընթացներ են իր կողմից, որը չգիտես ինչու դեռ չի հակադարձում գործող իշխանությունների կողմից։ Հակադարձում են օրինակ, բայց ինչ կարող են անել, եթե օրինակ մենք գնում ենք ժողովրդավարության ճանապարհով, մենք ընտրություններ չենք կեղծում, մենք ապօրինի գործեր չենք հարուցում օրինակ։ Տեսեք, եթե հասկանում եմ ձեզ, եթե պատկերացրեք, եթե մարդը հայտարարում է, որ ես կողմ եմ Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացմանը, շատ նորմալ է։ Եթե մարդը փորձում է ասել, որ Ռուսաստանի ազդեցությունը այս տարածաշրջանում դեռ նկատելի է եւ մենք ակնկալիքներ ունենք, ոչինչ անել չեն կարող։ Սակայն մարդ եթե հայտարարում է, որ ցանկալի է Հայաստանի պետականության կորուստը իդեմս Ռուսաստանի հետ միության, դա արդեն հակապետական հայտարարություն է, որը պետք է մտածելու տեղիք տա իշխանություններին եւ իրավապահ համակարգին ենթադրում եմ։ Ձեր կարծիքով 26 թվականին ընթരാճ կուժեղանա Ռուսաստանի այս պայքարը Հայաստանի քաղաքական դաշտում, որովհետև կարծես մյուս լծակներ այլևս չկան, միշտ Լեռնային Ղարաբաղն է եղել այն հիմնական գործոնը, որով Ռուսաստանը ազդեցություն է ունեցել, տնտեսականը մի կողմ դրած, հիմա կփորձի կարծես քաղաքական դաշտում ավելի խորացնել, ինչ սպասեք։ Իհարկե, դրա վառ դրսևորումները վերջերս վերջին 3 նախագահների հայտարարություններն են, որը կարծես թե հենց Ռուսաստանի միջնորդությամբ եւ ցուցումով իրականացված process էր, որովհետեւ Ռուսաստանը հասկանում է, որ Արցախը որպես այդպիսին զսպող մեխանիզմ իր համար կարծես թե գոյություն չունի կամ շատ քիչ ազդեցություն ունի արցախահայերի օգտագործումով, կոպիտ բառը ասում թող ներող լինեն, նրանք հիմնականում օգտագործելու են այն ռեսուրսները, որոնց վրա ժամանակին բավականին ներդրումներ են արել իդեմս 3 նախագահների եւ նրանց սատարող քաղաքական ուժերի։ Այսինքն 3 նախագահների միջոցով նույնիսկ հակապետական ինչ-որ գործունեություն կարող է իրականացնել։ Իսկ ինչու ոչ, եթե կարողանար ռուսական գաղտնի ծառայությունների միջոցով ներդրվեին նման մարդիկ եւ 30 եւ ավել տարի Հայաստանում իշխանություն զավթած կարողանային պահել, ինչու այսօր չեն կարող օգտագործվել նույն քաղաքական գիծը շարունակելու համար։ Ունեն հանրային աջակցություն ձեր դիտարկմամբ այս մարդիկ։ Հանրային աջակցությունը այնքանով էր, ինչքանով գոնե տեսանք 21 թվականին, ես չեմ կարծում, որ նրանց ռեյտինգը, նրանց հեղինակությունը շատ ավելի բարձրացել է, առավել եւս առաջին հանրապետության նախագահինը, սակայն այստեղ նոր դերակատարում ստանձնած նոր քաղաքական ուժը իր տնտեսական առաջարկներով, այսպես ճակերտավոր ասած, տնտեսական առաջարկներով որոշ ձայներ կկարողանա կորձել դեռ չկողմնորոշված Հայաստանի քաղաքացիներից կամ սոցիալական
ցածր վիճակում գտնվող, տնտեսական ծանր վիճակում գտնվող քաղաքացիներից։ Շնորհակալություն, պարոն Գալստյան, ես մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ Civic-ի տաղավարում հյուրընկալել է քաղաքագետ Բարտուղ Գալստյանին, կհանդիպենք։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։